Շնորհակալություն, տիկնայք և պարոնայք, թղթախաղի կամ պոկերի նկատմամբ Սերժ Սարգսյանի անդիմադրելի հակումը, որի մասին մամուլն ու քաղաքական դաշտը երկար ժամանակ ահազանգում են, քաղաքական կոնկրետ դրսևորում է ստանում սահմանադրական փոփոխությունների քննարկվող նախագծի շրջանակներում։ Ինչ կապ ունի այստեղ թղթախաղը։ Կապը հետևյալն է. վերջին 1.5 տարվա ընթացքում առնվազն 2 անգամ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, թե չի ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունը անցում կատարի դեպի կառավարման խորհրդարանական մոդելի։ Եվ այսօր ի հեճուկս իր իսկ հայտարարությունների խորհրդանին է ներկայացրել մի սահմանադրության նախագիծ, որի առանցքային դրույթը անցումն է կառավարման խորհրդարանական մոդելի, ընդ որում այս ընթացքում ոչ մի բացատրություն չի տվել, թե ոնց եղավ, որ տեղի ունեցավ իր ցանկությունների էվոլյուցիան կամ ռևոլյուցիան։ Սա պոկերի լեզվով կոչվում է բլեֆ, երկու հայտարարությունները չեն համապատասխանում իրերի իրական դնությանը եւ այսպես արվում է, որպեսզի ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև իմ կարծիքով տվյալ իրավիճակում նաև քաղաքական կողմնակիցները այդպես էլ կոնկրետ եւ փաստացի պատկերացում չունենան քո իրական նպատակների եւ մտադրությունների մասին։ Կրկնում եմ, ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև քաղաքական համախոհները։ Նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը նույնպիսի պաշտոնականությամբ հայտարարել է, որ եթե անցում կատարվի կառավարման խորհրդարանական մոդելին, իր ցանկությանը հակառակ, ինքն այդպես ասել։ Ինքը չի հավակնի նաև հանրապետության վարչապետի, այսինքն երկրի ղեկավարի պաշտոնի։ Թե ինչ ճակատագրի է արժանանալու այս մի հերթական պաշտոնական հայտարարությունը, մենք տեսանք 2 օր առաջ բլեֆի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկով, երբ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը այս ամբիոնից հայտարարեց, թե այդ ինչու պետք է գյուզալ իշխանությունը թողի, գնա իր տանը նստի Սերժ Սարգսյանը։ Այդ ումով եք ուզում փոխարինել մեր սիրուն սիմպաթիչնի բոյով Սերժ Սարգսյանին։ Ու չնայած ֆորմալ առումով այս հայտարարությունը արվում էր իբր ընդդիմությանը հակադարձելու համար, բայց ես համոզված եմ, որ այս հայտարարությունը շատ կոնկրետ հասցեատերեր ունի հանրապետական կուսակցության եւ հենց իշխանության ներսում։ Օրինակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջապատ արդեն նկատելի է, այնպես դիրքավորվում է, որ 2017-18 թվականներից հետո, այսինքն խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո, հենց Հովիկ Աբրահամյանն է լինելու երկրի վարչապետ, այսինքն փաստացի ղեկավարը։ Բայց վարչապետը Մարգարիտ Եսայանի հայտարարությունների ֆոնին, եթե տուրք տա այս հավակնություններին, դա արդեն ինքնին հասկանում եք, չէ՞, կնշանակի, որ ինքը հայտարարում է, որ ինքը ավելի սիրուն է, սիմպաթիչնի եւ բոյով, քան Սերժ Սարգսյանը, իհարկե քաղաքական իմաստով։ Ասեմ, որ սա չափազանց վտանգավոր իրավիճակ է գործող վարչապետի համար, որովհետեւ մենք տեսանք, թե ինչպիսի սկանդալներ ծագեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվան շուրջ, եւ նա մի պահ սկսեց լրջորեն հավատալ, որ հենց ինքն է լինելու իշխանության ժառանգորդը, այսինքն պետության գլուխը 2018 թվականից հետո։ Հիմա ես ուզում եմ բացահայտել այս սահմանադրական բլեֆի երկրորդ կարևորագույն իմաստը։ Այս process-ը ձեռնարկվել է ընդդիմադիր դաշտը նաև ջախջախելու համար, որպեսզի բուն վերարտադրության պրոցեսների ժամանակ 2017 եւ 18 թվականներին չլինի ոտի վրա կանգնած որևէ ընդդիմադիր ուժ, որ կարողանա ռեալ հակազդեցություն գործել եւ կասեցնել այդ վերարտադրության պլանները։ Ու հիմա Սերժ Սարգսյանը փաստորեն ինչ է անում։ Ընդդիմադիր մի հատվածի հարցերը լուծում է սահմանադրական փոփոխությունների պատրվակով այդ ընդդիմադիրներին, այսպես ասած, պատկերավոր ասած, տիզբոն տանելի միջոցով,
Իսկ մյուս հատվածի հարցերը պատրաստվում է լուծել իր պլանավորած, իր լարած ծուղակում, այսպես ասած, ոչի ճակատամարտում։ Եվ ինձ համար անկեղծ ասած զարմանալի է, որ ընդդիմադիր մի շարք առաջնորդներ այդպես հեշտ, հանգիստ, պատրաստակամորեն բազում պարտությունների, հիասթափությունների, հուսահատությունների միջով անցած եւ հյուծված կողմնակիցներին տանում են այդ անհավասար եւ ըստ էության մի մեծ ծուղակ հանդիսացող ճակատամարտի։ Շատերը չեն հասկանում, ոնց կարելի է այդ մարտահրավերը Սերժ Սարգսյանին նետած, ոնց կարելի է չվերցնել եւ հենց այսօր գնալ արագ հարցերը լուծել։ Սա այս հարցին պատասխանեմ պատմական օրինակով։ 1812 թվականին, երբ Նապոլեոնի զորքերը մտան Ռուսաստան, Նապոլեոնը մի նպատակ էր դրել։ Ասում էր, այդ մի տեղ հանդիպեմ, ճակատամարտ տամ ռուսական զորքին, ջախջախեմ եւ ամեն ինչ վերջանա։ Որովհետեւ բազում հաղթանակների միջով անցած բարձր մարտական ոգով հասկանալի էր, որ որտեղ բռնեց կարճ ասած, այդ ռուսական զորքի կոպիտ ասած վիզը կոլորի։ Եվ սա հասկանում էին նաեւ ռուսական զորավարները, ովքեր ինչ արեցին, նրանք չտրվեցին այդ էմոցիոնալ բաներին, որ վայ եւ այլն, այլ հանգիստ նահանջում էին Նապոլեոնի զորքերի առաջ եւ բանը հասավ այնտեղ, որ նույնիսկ Մոսկվան հանձեցին Նապոլեոնին։ Ինչ եղավ հետո։ Եվ գիտենք ինչ եղավ հետո տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը, որովհետեւ այդ անիմաստ տեղապտույտը մեծ հուսահատություն առաջացրեց եւ մաշեցրեց Նապոլեոնի բանակը։ Եվ հենց այս է պատճառը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի վարչության անդամ եմ ես, կարծում է, որ չի կարելի մտնել եւ ընդդիմադիր համախոհներին եւ կողմնակիցներին տանել մտցնել Սերժ Սարգսյանի նախապատրաստած ծուղակը։ Ի վերջո մենք բոլորս մոռանում ենք, որ դա մի հանդիպման վայր է, որը պլանավորել է Սերժ Սարգսյանը իր սեփական պլանների, սեփական տրամաբանության շրջանակներում։ Եվ դա մի տեղ է, հանդիպման վայր է, որը նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի ելի եմ ասում, վերարտադրության հարցը չի լուծվելու սահմանադրությամբ, վերարտադրության հարցը լուծվելու է նրանով, թե արդյոք կա որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, որ կարող է ռեալ հակազդեցություն գործել այդ process-ին։ Եվ Սերժ Սարգսյանը ուզում է այսօր ջախջախել քաղաքական, ընդդիմադիր քաղաքական դաշտը, որպեսզի 2017-18 թվականին այլևս մի դասակ նույնիսկ չլինի, որ դիմադրի վերարտադրության process-ներին։ Եվ այս ֆոնին ես ուզում եմ ասել հետևյալը, որ դեմ եմ քվեարկելու սահմանադրական փոփոխությունների այս նախագծին եւ միևնույն ժամանակ ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Եվ հասկանալով, որ այս սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում իրավիճակը ստանդարտ չէ, այսինքն որոշակի ստանդարտից դուրս քաղաքական իրավիճակի հետ գործ ունենք, ես ուզում եմ այդ ոչ ստանդարտ իրավիճակին անդրադառնալ կամ խոսքս ամփոփել Ուինստոն Չերչիլի մի նախադասությամբ, որ նա իհարկե ասել է բոլորովին ուրիշ հանգամանքներում եւ բոլորովին ուրիշ առիթներով, բայց կարծում եմ որոշակի մեկնաբանության պարագայում դա կիրառելի է նաեւ այսօրվա իրավիճակի համար։ Եվ այսպես, եթե խոսենք Չերչիլի տրամաբանությամբ, կարող ենք ասել, որ սահմանադրական փոփոխությունները վերջը չեն։ Դրանք նույնիսկ վերջի սկիզբը չեն, բայց մեծ հավանականությամբ դրանք սկզբի վերջն են։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ինչ եք զարմանում, որ Փաշինյանը դեմ է, Բաբայանն էլ կողմ է, հիմա մարդը դեմ է։ Ընդհանրապես մի բան ասեմ, հիմա Շիրակ Թորոսյանին եմ ձայն տալիս։
Համեցեք, պարոն Թորոսյան, չեմ խոսալու, ես չեմ միջամտում, եկեք խոսացեք ես։ Նապոլեոնին թողեք, Նապոլեոնին, Վալտերլոյ մասնագետներ կան, համեցեք։ Շնորհակալություն։